Միջնորդությունը շատ կարճ ներկայացրեք հարգելի պաշտպան։ Շնորհակալություն։ Ես միջնորդությունը հնարավորինս հակիրճ կներկայացնեմ, սակայն երկու ժամանակ նշեմ, որ միջնորդությունը դրացվում է, մասնավորապես ապօրինի ներկայացրել ենք միջնորդություն, որպեսզի սահմանափակում կազմման արդյունքի վերածվի բացառապես երեխաների դայակի իմունոպրոֆիլակսի մասով որպեսզի Դավիթ Համբարձումյանի քրեատիվ այցելուց ստոմատոլոգիական կլինիկա փետրվարի 4-ին, բայց նկատի ունենալով այն հանգամանքը, որ նա ստոմատոլոգիական կլինիկա այցելելու մասով ըստեյության փետրվարի 4-ի մասով միջնորդությունը քննարկել այլևս առաջարարություն է, այդ մասով դրացում ունենք, ինչպես նաև պատվաշան դատարան, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ըստեյության մեր ամենայն դեպս դիտարկման մեծ կանխատեսումներով նմանօրինակ միջնորդությունները, քանի որ դատական պրակտիկայում շատ հաճախ քննարկվում են նաև առանց դատականից հրավիրելու, մենք մասնակի ենք ներկայացրել մեր այն միջնորդությունը, ինչ որ ցանկանում ենք ամբողջությամբ ներկայացնել, ես հիմա դրա սա տարբերակ կներկայացնեմ, ինչը վերաբերում է սահմանափակումը ամբողջությամբ վերացնելուն։ Պատվաշան դատարանը, ինչպես հայտնի է, ձեր կողմից հունվարի 15-ին կայացված խափանուվեցի վերաբերյալ որոշմամբ փոփոխվել է պարոն Համբարձումյանի նկատմամբ կիրառված կարգը եւ գրավել է տնային կանաչ խափանումիջոցը համապատասխան լավ խափանումիջոցով, ինչպես այն բացակայելու ակտիվ խափանումիջոցով։ Եվ որպես տնային կանաչի սահմանափակումներ վերաքննիչ դատարանի կողմից սահմանվել է բացառապես հյուրընկալման արգելքը եւ թույլատրվել է, որպեսզի պարոն Համբարձումյանը շփումներ ունենա բացառապես մերձավոր ազգականների հետ։ Միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանը չի սահմանափակել պարոն Համբարձումյանի հեռախոսային խոսակցություններ ունենալու, ինչպես նաեւ համացանցից օգտվելու այդպես ասած հնարավորությունները եւ կամ իրավունքը։ Այս առումով պատվաշան դատարան, թեև մենք ունենք որոշակի անհամաձայնություն դատարանի որոշման հետ տնային կանաչ կիրառելու հետ կապված եւ մեր անհամաձայնությունը արտահայտել ենք այդ որոշման դեպ վճռաբեր կողմ ներկայացնելով, սակայն սույն փուլում մենք ներկայացնում ենք միջնորդություն, որը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով։ Նկատի ունենալով, որ վերաքննիչ դատարանի կողմից արձանագրվել է պարոն Համբարձումյանի կողմից հավանական գործողություններից 16-րդ համապատասխան մասով նախատեսված բացառապես հագնվելու մտավախությունը եւ այն է գնված մտավախությունը, պատվաշան դատարան մեր համար համենայնպես պաշտպանական կողմի համար անհասկանալի է, թե հյուրընկալման արգելքը ինչի չեզոքացման համար է կիրառվել եւ նույն դրամաբանությամբ պատվաշան դատարան այն պայմաններում եւ պարոն Համբարձումյանին թույլատրում է ունենալ հեռախոսային խոսակցություններ բոլոր հնարավոր անձանց հետ ունենալու շփումներ համացանցի միջոցով մեր համար անհասկանալի է, թե ինչու պարոն Համբարձումյանը չի կարող այդ նույն անձանց հետ առերես շփվել, տեսակցել նշված անձանց հետ։ Եվ ընդ որում պատվաշան դատարան առանցքային է նաև այն հանգամանքը, որ երբ որ պարոն Համբարձումյանի նկատմամբ կիրառվել էր կանաչ խափանման միջոցը, վերջինիս տեսակցությունները եւ առհասարակ հաղորդակցության իրավունքը սահմանափակված չի եղել եւ տրամաբանական է, որովհետեւ այն պայմաններում, երբ որ անձի նկատմամբ կանաչ է կիրառվում դատապարտման հիմքով, ինքը ոչ թե ապացուցման գործընթացի միջամտությունն է լինում, այլ փախուստն է լինում։ Պատվաշան դատարան այնուամենայնիվ անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչ է փոխվել ձեր կողմից կայացված որոշումից հետո, մասնավորապես հունվարի 10-ից հետո ինչ է փոխվել, որ մենք ներկայացնում ենք նույն միջնորդությունը, պատվաշան դատարան, ինչպես արդեն նշեցի եւ հայտնի է, դատարանի կողմից չի սահմանափակվել հեռախոսային հաղորդակցություն ունենալու պարոն Համբարձումյանի իրավունքը եւ այս ամբողջ ընթացքում գրեթե մեկ ամիս է պարոն Համբարձումյանը ազատորեն օգտվում է այդ իրավունքից, իրեն տրված հնարավորությունից եւ բացի դրանից պատվաշան դատարան երբեք փախուստի չի արձանագրվել ըստեյության պրոբացիայի ծառայության կողմից։ Եվ հետեւաբար պատվաշան դատարան մենք գտնում ենք, որ դատարանը սիմպլում կարող է քննարկման առարկա դարձնել նաև այդ հանգամանքի հաշվառման, որ հրապարակային խոսակցություն ունենալու հատված չէ եւ պարոն Համբարձումյանը ըստեյության մեկ ամիս ազատորեն օգտվում է իր այդ իրավունքից, դատարանը սիմպլում կարող է գնահատման ենթարկել նաև այդ հանգամանքը որպես օրինակելի պատշաճ-վարքագիծ եւ քննարկել առհասարակ հյուրընկալման արգելքը վերացնելու հարցը։ Եվ ընդ որում պատվաշան դատարան մեր համար սույն դեպքում անհասկանալի է նաև թե ինչու պարոն Համբարձումյանը կարող է շփումներ ունենալ իր մերձավոր ազգականների հետ, բայց նույն տրամաբանությամբ չի կարող շփումներ ունենալ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի 54-րդ կետով նախատեսված ազգականների հետ։ Դա վճռաբեր դատարանում կներկայացնի։ Մնացած միջնորդությունը ներկայացնի։ Պատվաշան դատարան ըստեյության մեր միջնորդության առանցքը կայանում է հենց այդ հանգամանքը, որպես նոր հանգամանք, որպես այդպիսի, որ հունվարի 10-ից պարոն Համբարձումյանը ազատորեն օգտվել է հրապարակային խոսակցություններ ունենալու իրավունքից, երբեք խախտում չի արձանագրել պրոբացիայի
ծառայության կողմից նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ վերջին խափանքից միակ թաքնվելու մտավախությունը եւ այլն նվազի մտավախությունը, դատարանի միջնորդում ենք, որպեսզի վերացնի 19/2026 թվականի կայացված որոշմամբ Դավիթ Համբարձումյանի փաստարկի բնակության վայրում վերջին կողմից այլանդակ սիրը կարելու արգելքը, որն իր մեջ ներառում է նաև համապատասխանաբար Իրան Ղուկասյանի մասով ներկայացված նախորդի միջնորդությունը։ Ինչ վերաբերում է պատվարժան դատարան ստոմատոլոգիական կլինիկային, այս մասով պատվարժան դատարան ըստ էության մենք ներկայացրել ենք նոր փաստաթուղթ տրված բժշկի կողմից, որով վերջինս հայտնել է, որ կարող է պարոն Համբարձումյանին ընդունել փետրվարի 16-ին ժամը 14:00-ին եւ փետրվարի 18-ին առանձին, որովհետեւ մի քանի խնդիրներ ունի պարոն Համբարձումյանը ժամը 13:00-ին։ Ընդ որում նշեմ, պատվարժան դատարան, թեև նախորդի ներկայացած միջնորդությանը ես ստացել էի համապատասխան բժշկի տեղեկանք, որ կալանավայից ուղերձ համապատասխանաբար պարոն Համբարձումյանը ուղերձվել է ստոմատոլոգիական կլինիկա, սակայն այս ընթացքում կատարել է հարցում նաև քրեակատարողական բժշկության կենտրոն ՕԱԿ-ին եւ երեք ստացվել է պարոն Կամո Մանուկյանի գրությունը, որը վերջինս հավաստել է, որ թույլատրվել է կողմից թույլատրվել է, որպեսզի պարոն Համբարձումյանի կանոնի կերման ընթացքում մի քանի ամիսով վերջինս տեղափոխվի Վարդանանց 18 հազարի գտնվող արտադրաբուժական կլինիկա բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի մոտ։ Պատվարժան դատարան նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ըստ էության թեև բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը սահմանել է այն ժամերը եւ կարող է ընդունել, սակայն թույլտվություն հնարավոր թույլտվություն տալու դեպքում կխնդրենք, որպեսզի դատարանը հաշվի առնի նաև այն ժամանակահատվածը, որը մոտավորապես անհրաժեշտ է, որպեսզի այդ գործողությունը իրականացվի, ինչպես նաև ճանապարհի վրա ծախսող ժամանակը, եւ ըստ այդմ հայցում ենք ձեզանից, որպեսզի պատվարժան դատարան թույլտվությունները տրամադրվեն հետեւյալ ժամանակով, մասնավորապես 16:02/2026 թվականի ժամը 14:00-ին, որպեսզի բժշկի մոտ լինի, պարոն Համբարձումյանին թույլատրել նորից բացակայել ժամը 13:30-ից եւ 16:00, որպեսզի վերջինս լինի արդեն տանը։ Եվ համապատասխանաբար պատվարժան դատարան 18:02/26 թվականի այցի համար, քանի որ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը նախատեսել է ժամը 13:00 իրականացնել համապատասխան ստոմատոլոգիական բժշկությունը, մենք հայցում ենք ձեզանից, որպեսզի թույլտվությունը տրամադրվի սկսած ժամը 12:30-ին եւ պարոն Համբարձումյանը, որպեսզի տանը լինի արդեն 15:00, որ պատվարժան դատարան այս ամբողջ ժամանակահատվածը իր մեջ ներառում է գնալու, վերադարձի, ինչպես նաեւ համապատասխան միջամտությունը իրականացնելու ժամանակահատվածը։ Այսքան պատվարժան դատարան եւ դատարանի ներկայացնում է քրեակատարողական բժշկության կենտրոն ՕԱԿ-ի տնօրենի գրության պատճենը, իսկ գործընկերս էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացրել նաեւ ստոմատոլոգիական կլինիկայի կողմից տրամադրված նոր տեղեկանքը։ Հարգելի պաշտպան, մեկ ճշտով բաց միջնորդություն ներկայացրեցիք ընդհանրապես այցելությունների արգելքը հանելու վերաբերյալ։ Ինչպես նաև միջնորդել եք երեխաներին խնամող անձի այս թույլատրելու վերաբերյալ։ Հիմա այն մյուս առաջին միջնորդությունից հրաժարվում եք, թե դատարան այս երկու միջնորդությունները քննարկի։ Պատվարժան դատարան նախորդ ներկայացած միջնորդությունը մենք ներառում ենք այս միջնորդության մեջ։ Դա այսպես հասկանանք, կամ ճիշտ հասկացանք։ Եվ ազգականների մասով նախատեսված քրեական դատավարության ռեսպեկտիվ 6-րդ բաժի առաջին մասի 54-ով նախատեսված ազգականների մասով։ Ազգականների մասով Մերձավորի մասով է թույլատրվել, ոչ թե ազգականների։ Դա հասկացա։ Ավարտեցիք։ Դատարանը բարձրացնում է, որ միջնորդությանը քիչ դատարանը ներկայացրել երեխաների խնամողի անձի մասով։ Ուրեմն հայտարարություն Իրինա Ղուկասյանի կողմից այն մասով, որ վերջինս համացանցի երեխաների խնամողը մասնավորապես վերջին շրջանում Արզու Դավիթի Համբարձումյանի խնամողը ներկայացրել նաև Իրինա Ղուկասյանի ազնագիր պատճառ։ Դատարանի ներկայացած պաշտպանի կողմից հրապարակված տեղեկանքի, ինչպես նաև տեղեկանք Վարդանյանի ստոմատոլոգիական կլինիկայի կողմից, որ մասնակից նշված է, որ Դավիթ Համբարձումյանի 14 ատամի նոմալոնջի կատարելու համար աշխատանքային ծանրություններով հնարավոր են իրականացնել 18/02/2026 թվականի շրջանի եւ 18/16/2026 թվականի եւ 18/02/2026 թվականի ժամը 12:00 Ուրիշ կարծիք են միջնորդության կապակցությամբ։ Պաշտպանական կողմից